Ողջույն իմ շատ սիրելի եւ հավատարիմ հետևողներ ջան, հուսով եմ լավ եք եւ ձեզ հետ ամեն ինչ կարգին է, մենք նույնպես լավ ենք։ Ողջունում եմ նաեւ նրանց, ովքեր նոր են միանում իմ ալիքին։ Պատրաստում եմ դդմիկով կոտլետներ, այստեղ ֆարշն է, ինչպես տեսնում եք ավելացրել եմ կարմիր պղպեղ, սև պղպեղ, ձու, աղ, կանաչի, սխտոր, սող, այդպես մի խոսքով։ Այստեղ արդեն տապակում եմ, ինչպես տեսնում եք։ Այստեղ ամենակարևորը, որ բաղադրիչները պետք է ճիշտ քանակությամբ ավելացնել, որպեսզի ստանանք այսպիսի գեղեցիկ, համեղ եւ թավային չկպչող կոտլետներ։ Վերջ, կոտլետները պատրաստ են, հիմա հաջորդը պատրաստում եմ կարմիր պղպեղ տապակած, ինչ է անհրաժեշտ՝ քացախ, սև պղպեղ, կարմիր պղպեղ, սխտոր, դափնու տերև եւ այդպես շարունակ, կանաչի, մի խոսքով այստեղ էլ կեսօրային կեսօրվա սուրճս եմ խմում հանգստանամ, որից հետո պետք է տնական կոմպոտ պատրաստեմ պահածո, հոնի կամպոտ եմ պատրաստում սիրելիներս, այստեղ արդեն դուք տեսնում եք լվացել եմ, մաքրել եմ եւ պատրաստում եմ արդեն պահածոն փակել, այստեղ չափաբաժնով ավելացրել եմ տարաների մեջ հոնը, իսկ այստեղ էլ մոռացա ասեմ եգիպտացորեն եմ խաշում, որպեսզի դնեմ սառցախցիկ։ Արտուշն էլ իր հերթին հանգստանում է, դասից նոր է վերադարձել։ Կոտրի։ Տեխնոլոգիա։ Honey. Նայ։ Սիրելի հետևորդներ, ուզում եմ այս դարակը դասավորել, այստեղ հագուստ եմ վերցրել, քանդել են, մի խոսքով այնպես չի, որ միշտ հավաքած ենք ցույց տալիս, այսպես էլ է լինում, նորմալ է ամեն ինչ։ Հիմա արագ հավաքեմ ու ձեզ ցույց տամ։ Վերջ, այստեղ գեղեցիկ, սենց հերթականությամբ դասավորեցի, դասավորման ընթացքը ցույց չեմ տալիս, որովհետև իմաստ չունի ամեն անգամ այդպես ձանձրացնելով նկարել, այսպես պատրաստը, մի խոսքով մաքրություն, իդեալական։ Սիրելիներս, մինչ Արտուշը դպրոցում է, ես արդից կօգտվեմ ու իր դարակն էլ կդասավորեմ, որովհետև երբ ինքը տուն է վերադառնում, հացա ուտում, մի խոսքով արդեն զբաղվում եմ իրանով, իր դասերով, արդեն որ ուզում եմ դասավորեմ, շատ ուշ է լինում ժամը, ես էլ հոգնած այդպես մնում ա չենք անում, հիմա միասին կդասավորենք սիրուն, այսպես դնեմ, ավելի շատ լավ է։ Ու հիմա հագուստը դուրս բերեմ, որից հետո մի հատ ցույց տալու ինչ վիճակում էր էլի գտնվում, ասես խառը վիճակում էր գտնվում, որ իրան եմ թողնում, ասում եմ գնա, այս շոր հագի կամ քո հագուստից ինչ որ մի բան վերցրու հագի, ինքը գալիս է, դե տղավարի բան, այդպես վերցնում է ու ամբողջը խառնվում է իրար։ Հիմա եմ երևի հաջորդը, որ դարակը դասավորեմ, դա կլինի այն ժամանակ, երբ որ արդեն ամառայինը կփոխեմ արդեն տաք հագուստների, որովհետև ցրտերը արդեն ընկնում են, այսպես։ Սիրուներ ջան, մեզ հարկավոր է անձեռոցիկ, անձեռոցիկով կմաքրեմ,
Մեկները հետքերը մի հատ լավ մաքրեմ ու միանամ ձեզ։ Մի հատ մազերս կապեմ, որպեսզի չխանգարի։ Այսպես։ Այսպես։ Ուսասեք։ Մի հատ վերջնական ցույց եմ տալիս ու անցնում եմ հաջորդ դարակին։ Այս մյուս դարակում էլ այս վիճակն է։ Հիմա մի հատ նորից կարգի բերեմ։ Վերջ, այս մյուս դարակն էլ մաքրեցի։ Այստեղ իրա պիժամաներն է, մի քանի շապիկ, մայկաները, երբ որ ցրտերեն գնի, արդեն ավելի շատ շապիկներ կլինեն, տաք հագուստներ կլինեն։ Վերջ, այսօրվա համար այսքան էի պատրաստել, սիրելիներս, մինչ նոր հանդիպում նոր վլոգներում։